Բարև ձեզ սիրելի վարդենիքցիներ, սիրելի Մարտունա համայնքի բնակիչներ։ Ես Արտյոմ Աբրոյանն եմ, գտնվում եմ Վարդենիք համայնքում իմ ծննդավայրում։ Սիրելի համագյուղացիներ, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ կոչով դիմել ձեզ։ Ես առաջադրվել եմ падգամավորի տեխնացու քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունով։ Ուզում եմ հստակ ձեզ կոչ անել եւ տեղյակ պահել իմ քաղաքական տեսակը եւ իմ քաղաքական դիրքորոշումը Հայաստանակենտրոն է, ինչպես եւ նաեւ մեր կուսակցության, այսինքն նաև ձեր կուսակցության, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության, Հվյաթերթիկ համար 12-ի։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ կոչով դիմել, որպեսզի մենք այս ընտրություններում ճիշտ կողմնորոշվենք։ Այո, մենք ունենք բազմաթիվ հարցեր եւ ունենք նաև եւ չենք ստանում նաև այդ հարցերին պատասխան։ Բայց մենք պետք է հստակ դիրքորոշում ունենանք, որ հարցերը անպայմանորեն կլուծվեն։ Եվ ցանկացած հարց չի կարող մնալ անլուծելի, բայց երբ որ մենք չենք գիտակցում պետության կողքին կանգնելու մեր պարտականությունը, այստեղ մենք գործում ենք ամենամեծ սխալը։ Ինչի համար ուզում եմ ձեզ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է մենք մաքրենք խորհրդարանը եւ ունենանք իրական խորհրդարան։ Մաքրենք այն ուժերից, որոնք ծառայում են երրորդ կամ այլ պետությունների։ Մենք պետք է մաքրենք այն ուժերից, որոնք ուղղակիորեն ցնցում են Հայաստանի Հանրապետությունը եւ այդպիսով խանգարում են մեր պետության բնականոն զարգացման этаպին։ Սիրելի հայրենակիցներ, այդ պատճառով դուք պետք է գնաք եւ քվեարկեք այն ուժի օգտին, ով իրական ընդդիմություն է լինելու ազգային ժողովում եւ նպաստելու է մեր պետության զարգացման բոլոր ոլորտներին։ Եվ ես ունեմ նաեւ նախադեպը ճանաչող մի շատ կարեւոր ծրագիր այս գեղեցիկ տարածաշրջանի համար, որի իրագործման պարագայում մենք ուղղակի լուծելու ենք շատ կարեւոր հարցեր, անվտանգություն։ Մեր երիտասարդները մնալու են այստեղ, արելու են, ապրելու են եւ կյանքի բարձր որակով կպտելու են իրենց արմատներին, իրենց հողին եւ մնալու են իրենց երկրում։ Եվ այդ ծրագիրը, որ ես առաջարկում եմ, արդեն մի քանի գործարարներ ուսումնասիրել են, այցելելով ինձ հետ տարածաշրջան այստեղ եւ տվել են հավանություն։ Այնպես որ, ինչպես ասում է, եթե մենք պետք է իրագործենք այդ ամեն ինչը, պետք է ունենանք լծակներ։ Մեզ տալիս եք ձեր քվեն, մենք գնում ենք խորհրդարան եւ իրագործում ենք այս նախադեպը ճանաչող հզոր ծրագիրը։ Եվ մենք այդպիսով նաեւ լուծում ենք մի շատ կարեւոր հարց։ Մեր երիտասարդները այլևս չեն գնալու արտ երկրներ, չեն փնտրելու աշխատանքային վայրեր արտ երկրներում, այլ մնալու են իրենց իսկ ծննդավայրում։ Ինչ է դա, եթե ոչ անվտանգություն։ Ինչ է դա տնտեսության աճը, եթե ոչ անվտանգություն։ Նախորդ 5 տարիների, ներողություն, ինչ 5 տարիների, 30 տարիների չարած աշխատանքը այսօր 5 տարիների ընթացքում արվել է։ Դա այն աշխատանքն է, որը համարվում է նորմալ։ Այսինքն նորմալ է, նորմատիվի մեջ է ինքը մտնում, որ կառուցես ճանապարհ, կառուցես դպրոց, դա պետք է լինի, բայց ես առաջարկում եմ զուգահեռ դրան թռիչքային տնտեսություն, ռեալ տնտեսություն, որը կբերի մեզ այն մակարդակի վրա, երբ որևիցե մեկը ձեզանից այլևս չի մտածելու դուրս գնալ եւ փոխվել սեփական բնորանից։ Ուզում եմ շնորհակալությունս նաեւ հայտնել, շատ տպավորված եմ, երբ ես եկա մեր Վարդենիք համայնք, շատ տպավորված եմ այն հրաշալի մարդկանցով, ովքեր մեծ սիրով ընդունեցին եւ ես այդ սերը տանում եմ ինձ հետ։ Շնորհակալ եմ ձեզ, սիրում եմ բոլորիդ, քվեարկեք համար 12-ին, որպեսզի մենք կանգնենք պետության կողքին։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, համար 12, քվեարկիր հանուն արդարության։